Բարի օր, այսօր առաջարկում եմ միասին պատրաստենք քարաճիկով ապուր։ Կերակուրը պատրաստելու համար մեզ հարկավոր է քարաճիկ, սոխ սավզի, նեխուրի ցողուն, թահին, սպիտակ գինի եւ ընտրյալ հատիկ համի գաղտնիք, դե իհարկե մառանիք։ Սրանք մի մասն են բաղադրիչների։ Քանի որ պատրաստելու ենք ապուր, գործի ենք դնում կաթսան։ Հանենք ինչ որ պետք է գալու։ Կաթսայի մեջ լցնում ենք եռացրած ջուր, մոտ 1 լիտր, 1 լիտր 200 միլիլիտր։ Լցնում ենք նախապես մաքրած եւ լավ լվացած քարաճիկ, կես կիլոգրամ, կաթսայի մեջ գցում ենք 2 կարտոֆիլ, նեխուրի 2 փոքրիկ ցողուն, տերևների հետ միասին, սա այսպես, սա այնպես, մառանիք ընկերության դափնու տերև, 1 հատ, բահարի հատիկներ, մոտ 9 հատիկ, սոխ սավզի կանաչ տերևներ, մոտ 5 սանտիմետր, 2 հատ, սա 1, սա 2, սա 5 սանտիմետր չի, մի փոքր շատ է։ Անմիջապես քապ առաջացավ, հավաքենք, մոտ 10-15 րոպե հետո կհամեմենք մառանիք ընկերության աղով, անցնենք առաջ, կիսա փականենք, սոխ ենք տապակելու, գործ ենք դնում մեծ տապակը, սոխը կտապակեմ բուսայուղի և կարագի խառնուրդով, կվերցնեմ մոտ 30 գրամ կարագ, մեկ գլուխ սոխը, կտրատում ենք մանր,
Անմիջապես համեմում ենք Մարանիկ ընկերության աղով, շաքարավազով և սոդայով։ Կավելացնեմ նաև մի փոքր քրքում։ Ոսկեզօծ երանգ ստանալու համար։ Մյուս բաղադրիչը, որը կառաջարկեմ, գազարն է։ Դանակ ունենք արդեն։ Գազարը կկտրատեմ միջին չափի։ Կավելացնեմ նեխուրի մեկ մեծ ցողուն։ Սա էլ միջին չափի կկտրատենք։ Մյուս բաղադրիչը պղպեղն է, քաղցր և կծու, սկսենք քաղցրից։ Մեկ քաղցր պղպեղ կտրատում ենք նույն կերպ միջին կտորների։ Կծու պղպեղներից կվերցնեմ մեկ հալապենո։ Հեռացնում ենք պտղակոթը։ Ովքեր չեն սիրում կծու, քայլը բաց թողեք։ Սա կկտրատեմ մանր։ Սոխ սավզի կանաչ տերևները օգտագործեցի արգանակ եփելու համար, սպիտակ հատվածը մոտ 3 սանտիմետր կօգտագործեմ տապակելու համար։ Կտրատում ենք կիսաշրջանների։ Այս խրախճանքին կմասնակցի նաև դդմիկը։ Մեկ մեծ դդմիկ կվերցնեմ, կտրում ենք ծայրերը։ Եվ կտրատում միջին խորանարդիկների։
Քամենք։ Կացան մեզ դեռ պետք է։ Վերադարձնում ենք ետ կրակին։ Լցնում ենք հավի արգանակ։ 1.5 լիտր։ Մի փոքր էլ եռացրած ջուր ավելացնենք։ Հարկավոր է քամել։ Հանում ենք կարտոֆիլները, թափանցիկ թասի մեջ, այստեղից ինձ հարկավոր է միայն քարաճիկները։ Կարտոֆիլները թեթևակի ճզմում ենք, խյուսի չենք վերածում, ուղղակի ճզմում ենք։ Եվ լցնում ենք արգանակի մեջ։ Ես ասել, բայց մոռացել էի համեմել։ Մի փոքր աղ ենք լցնում վրան։ Մառանիկ ընկերության։ Եթե մեծ կտորներ են մնացել կարտոֆիլի, գթալի օգնությամբ այսպես ջարդում ենք։ Տապակվող բաղադրիչներին առաջարկում եմ ավելացնել 3 բճիղ սխտոր, դու կողք գնամ մի փոքր։ Սա ավելացնում ենք արգանակի վրա։ Արգանակը կհամեմեմ նաև 4 սամիթով մառանիկ ընկերության և օրեգանոյով։ Լավ է։ Տապակվող բաղադրիչներին կավելացնեմ, տապակվող բաղադրիչներին ասացի կավելացնենք սխտորը, բայց ավելացրեցի արգանակին, ոչինչ, այդպես էլ է լինում։ Կավելացնեմ թահին, 2 ճաշի գթալ, սպիտակ անապակ գինի
մոտ 70 մլ. Կավելացնեմ մառանիկ ընկերության սիսեր 100 գրամ, որը նախապես թրջել եմ սառը ջրի մեջ 8 ժամ եւ եփել եմ այնքան, մինչեւ փափկի։ Հենց իր եփաջրով էլ կավելացնեմ։ Հենց քարաճիկները սառեցին։ Եթե քարաճիկների վրա մնացել են նեխուրի այսպիսի մասեր, ոչինչ։ Կտրում ենք երկարությամբ քարաճիկները, այսպիսի զողիկների։ Կավելացնեմ մեկ ջաշի գթալ լոլիկի մածուկ, մեկ ջաշի գթալ աջիկան, աջիկան 2 ջաշի գթալ կավելացնեմ։ Միշտ մտափոխ եմ լիում աջիկան, հենց հասնում է աջիկային հերթը, ցանկություն եմ հայտնվում 2 ավելացնել 1-ի փոխարեն։ Եկավ պահը 2 զանգվածները միավորել։ Կամ կաթսայից ենք լցնում տապակի մեջ, կամ տապակից կաթսա։ Այսօր տապակից կաթսա կուղարկենք։ Համ տեսենք։ Անմահական է, կարծում եմ ոչինչ հարկավոր չի ավելացնել։ Թերևս նրանք, ովքեր սիրում են, կարող են մի փոքր ավելացնել։ Եփում ենք եւս 7 րոպե, որից հետո կավելացնենք թարմ կանաչի։ Թարմ կանաչիներից կավելացնեմ մաղադանոս, փոքր փունջ, եւ նանա մի քանի ճուղ, անմիջապես տերևները պոկենք ցողունից նանայի։ Եվ ունեցած մաղադանոսի հետ մանր կտրատենք։ Թարմ կանաչին կավելացնենք վերջում, կրակը անջատելուց հետո, կամ կարելի է նաև մատուցելիս, հենց ճաշի վրա, ապուրի վրա։ Քարաճիկով ապուր։ Կաթսայի մեջ 1 լիտր 200 մլ եռացրած ջուր լցնել, հավի քարաճիկ, կարտոֆիլ, նեխուրի ցողուն, դափնու տերև, հատիկ բահար, սավզի սոխի կտոր ավելացնել, եփել։ Ընթացքում քափը քաշել, աղանել, վերջում քամել։ Կաթսայի մեջ 1.5 լիտր հավի արգանակ լցնել։ Եփած կարտոֆիլները ճզմել, լցնել արգանակի մեջ, համեմել աղով, մանրացրած սխտոր, չորացրած սամիտ, չորացրած օրեգանո ավելացնել։ Բուսայուղի եւ կարագի խառնուրդով սոխ հեռացանել, համեմել աղով, շաքարավազով, սոդայով եւ քրքումով։ Սոխերածին կտրատած գազար, նեխուրի ցողուն,
քաղցր եւ կծու պղպեղներ, սավզի սոխ, դդմիկ, թահին, սպիտակ անապակ գինի, խաշած հիսեր ավելացնել։ Քարաճիկները շերտերի կտրատել, լցնել բանջարեղենի վրա, լոլիկի մածուկ եւ աջիկա ավելացնել։ Տապակի եւ կացեի պարունակությունները միավորել, եփել, 7 րոպեից կրակն անջատել, կտրատած մաղադանոց եւ նանա ավելացնել։ Հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք հավի բդիկներ, սունկ, բանջարեղեն, պարմեզան պանիր, կաթի սերուցք, ձիթայուղ եւ ընտրյալ հատիկ համի գաղտնիք, դե իհարկե մառանիկ։ Այսօր էլ այսքանը։ Իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։